2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Արցախ վերադառնալուց հետո մեզ համար արդեն պարզ էր, որ մենք ամեն օր պատերազմի մեջ ենք լինելու։ Պատերազմելու ենք մեր այնտեղ ապրելով հանդերձ։ Ու 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախում իրավիճակը օրհասական էր։ Մինչ այդ պաշարում էր, լիակատար պաշարում էր, ընդհանրապես ուտելիք չկար, գյուղարանքներում որոշակիորեն մթերքներ գտնվում էին, որովհետև գյուղացիները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, չնայած միշտ չէր նաև ստացվում, որ մթերքը հավաքեն, հաշվի առնելով վառելիքի բացակայությունը, որ չէին կարողանում հավաքել ու հասցնել տուն։ Իսկ Ստեփանակերտում վիճակը օրհասական էր, որովհետև խանութները լրիվ դատարկ էին եւ իրավիճակն էլ այդ ժամանակ լարված էր սահմանին։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան ես դպրոցում աշխատանքի էի, վերջին 4 դասաժամերս իմ մանկավարժական գործունեության մեջ Արցախի մասին է խոսքը, որտեղ այստեղ եմ շարունակում մանկավարժական գործունեությունս, դասավանդում եմ զուգահեռ Հայասպետում, ու լուրերին մենք հիմնականում ծանոթանում էինք սոցմեդիայից, դե բնականաբար քանի որ դասի էի, չէի կարող մտնել, տեղեկանալ ինչ է կատարվում, արդեն դասերը վերջացնելուց հետո պիտի գնայի մյուս աշխատավայր, այդ ժամանակ աշխատում էի Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեում, որպես վարձավճարների փոխհատուցման բաժնի պետ։ Եվ քանի որ արդեն ամսվա վերջ էր մոտենում, մենք պիտի հասցնենք նաև 20 թվականի տեղահանվածների վարձավճարի հարցը թղթաբանությունը կազմակերպեինք, որպեսզի մարդիկ հասցնեին գումարը ստանալ։ Ու երբ որ արդեն գնացի աշխատավայր, նկատեցի, որ աշխատավայրում քիչ մարդ կա։ Դպրոցում տեղյակ չէի, որ իրավիճակը այդ աստիճան է լարված։ Դպրոցում աշխատանքը վերջացնելուց հետո գնացի մյուս աշխատավայր, իրար մոտիկ են գտնվում։ Ինչն է ինձ համար այդ ժամանակահատվածում եղել զավեշտալին, ես այդ ժամանակ սրտիս տակ կրում էի իմ երկրորդ բալիկին, արդեն հղի էի, ու երբ որ գնացի աշխատավայր, կոմիտեի նախագահն էլ զարմացավ, որ ես գնացել եմ աշխատանքի, ասում եմ դու տեղյակ չես, իրավիճակը լարված է, Հարավգյուղում բնակիչները արդեն դուրս են եկել, որովհետև թշնամի մտել է գյուղ, բայց ես իրոք տեղյակ չէի ու ինձ միանգամից ուղարկեցին տուն։ Այդ օրը իմ բալիկը լոգոպեդի պիտի գնար ժամը 3-ին, դե քանի որ վառելիք չկար, տեղաշարժվելը միայն ոտքով էր լինում, ամուսինս նախապես գնացել էր երեխային բերելու, բայց մեր պայմանավորվածությունը, որ ինքը երեխային պիտի մանկապարտեզից բերեր, պայմանավորված չէր նրանով, որ լարվածություն կա, որտեղ այդ վերջին օրերին լարվածություն շատ կար, այլ նրանով էր պայմանավորված, որ հացի խնդիր արդեն կար, մանկապարտեզում վստահ չէինք, որ երեխան կուշտ հաց կուտի, մանավանդ, որ ուտելիքներ մի կերպ էր հայթայթվում, որոշեցինք ժամանակից շուտ բերել տուն ու տանը հացուտի հետո գնա լոգոպեդի, ինքը հիմա արդեն առաջի դասարանցի է, այն ժամանակ 3 տարեկան էր իմ Անրին, ու գնաց բերեց տուն, ես արդեն տանն էի, երբ առաջին ռումբը պայթեց, երեխան արդեն տանն էր, որպեսզի պատերազմի հետքը նրա վրա մեծ ազդեցություն չթողնի, որպես ծնող որոշեցի իրեն պաշտպանել իմ ձևերով, առաջին բանը, որ մտքիս եկավ ականջակալները, նրա ականջները մտցնելն էր, որ ինքը չլսի դղրդյունները ու իր սիրելի հեքիաթներից մեկը միացրեցի, անմիջապես տեղափոխվեցինք նկուղ։ 20 թվականի պատերազմից հետո մենք կարծես սպասում ենք, որ այդ օրը լինելու է եւ նախապես նկուղը կարգի էինք բերել ու երեխաների համար հարմար պայմաններ էինք ստեղծել, որ հանկարծ այդ հետքը նրանց վրա վատ ազդեցություն չթողնի, որովհետև իմ ու երեխայիս մանկությունը նույնն է, ես էլ 90-ականներին եմ տեսել պատերազմ ու չի ուզի, որ այն սպին հետքը, որ մնացել է իմ վրա, իր վրա նույնպես լինի։ Սեպտեմբերի 19-ի
ագրեսիա չեմ անվանի, դա իրոք պատերազմ էր, ահավոր էր։ Գիտեք ամենաահավորը որն էր, որ դիրքեր հասնելու համար տղաները ոտքով էին գնում ու կռվել են մինչև վերջ։ Ես ծննդով ճարտարից եմ, իմ ընտանիքը ճարտարում էր բնակվում, պատերազմը որ սկսվեց, 3 օր ես իրենցից լուր չունեի։ Հղի վիճակում Ալեկ Մանուկյան փողոցում էր մեր տունը, այնտեղ սպիտակ սալաքարեր կան։ Սալաքարերի վրայով քայլելով գնում էի գալիս անհանգիստ, որ բոլորից լուր ունենք, բայց ճարտարից լուր չունենք։ Պարզվում է, որ իրենք այդ կապը, որի միջոցով որ մենք կապ ենք հաստատում, առաջինը այդ վշկան են շարքից անել, դրա համար կապը ընդհատվել էր ճարտարի հետ ու իմ հայրական ընտանիքից ես 3 օր տեղեկություն չունեի, այդ ընթացքում ամենավատ լուրերն էինք լսում, որ բնակիչների հետ ինչեր կարող էր պատահած լինել, մենք լսում ենք, որ մարդիկ անտառներով դուրս են եկել, մենք լսում ենք, որ նրանց սպանել են, ցեղասպանել են ավելի շուտ, բայց բարեբախտաբար ճարտարում թշնամի ուժեղ դիմադրության էր հանդիպել ու ահագին կորուստներ էր տվել։ Դրա համար Մարտունին իր համար ոսկոր է կոկորդում։ Այդ հարվածը, որը ստացել է 90-ականներին, ստացել է նաև այս վերջին պատերազմների ժամանակ։ Վախենում ենք, որ կարող է մոռը հանեն հենց խաղաղ բնակիչներից։ 3 օր հետո ես հեռախոսազանգով հորս ձայնը լսեցի ու կարծես թե ամեն ինչ ընկավ իր տեղը։ Հետո լսեցինք, ասացին, ստիպեցին, որ պետք է դուրս գանք։ Եթե դուրս չգայինք, ուղղակի կցեղասպանեին, որտեղ մտնում էին ստիպում, որ դուրս գանք։ Դուրս եկանք։ Մինչև դուրս գալը եղավ սեպտեմբերի 25-ի արհավիրքը։ Մինչ այդ արդեն քաղաքը համարյա դատարկվել էր, իսկ մեծամասամբ Պայթյունի զոհերը եղան անմեղ բնակիչները։ Չնայած մեծամասամբ չի, բոլորն էլ անմեղ բնակիչներ էին։ Իմ կարգավիճակը թույլ չտվեց, որ ես գնամ հիվանդանոց։ Լուրը ես որ լսել եմ, 9 րոպե անց էր։ Facebook-ով կարդացի Ստեփանակերտում բենզալցակայան է պայթել։ Բայց մենք գիտեինք, որ այդ ժամանակ բենզալցակայան որպես այդպեսին չէր գործում։ Հետո ասացին, որ Հայկազովում է պայթյունը եղել։ 9 րոպե անց էր, որ ես նորությունը կարդացի ու միանգամից երբ որ նայեցի հեռախոսից, նոր նամակների քանակը 192 էր, թիվը ուժեղ ֆիքսել եմ։ Միանգամից զարմացել եմ, որ ինչի են իմ վրա միանգամից այդքան մարդիկ SMS հաղորդագրություն ուղարկել։ Հետո եմ իմացել պատճառը, բոլորը նույն բանն էին հարցնում, ոնց է Մահերը։ Մահերը ամուսինս է։ 15 րոպե հետո իմացա, որ զոհերի արդեն անուններ է շրջանառվում, մի քանի ժամ հետո արդեն ձեռագրով գրած զոհերի ցուցակին առերեսվեցի ու առաջին անունը որ գրած էր Բաբայան Մահեր էր գրած։ Հետո հասկացա ինչու միանգամից հաղորդագրությունները հասավ 192-ի, մտածեցին երևի իմ ամուսին Մահերն է։ Բարեբախտաբար ինքը չէր, ճիշտ է չէի ցանկանա ոչ մեկը լիներ, բայց ապրումներ են, որոնք ունեցել ենք։ Ինչքան դժվարություններ ես տեսնում, այնքան կոփվում ես։ Սեպտեմբերի 25-ին բժիշկները քիչ էին, դեղորայք համարյա չկար, ով տանը ինչ ուներ, մարդիկ արդեն մի մասը դուրս էին եկել, մենք դուրս չէինք եկել նաև այն պատճառով, որ սպասում ենք, տեսնենք մինչև երբ են իմ հայրական ընտանիքի ներկայացուցիչները, իմ հարազատները Մարտունուց հասնելու Ստեփանակերտ, որ միասին դուրս գայինք։ Ու այդ ընթացքում տանը ինչ դեղորայք ունեինք, հարևաններից ինչ կարողացել ենք հայթայթել ենք, մանավանդ որ ամուսնուս քրոջ ամուսինն էր Պայթյունի վիրավորների մեջ, սպիտակ եղաններ, ինչ ունեցել ենք հարևաններից, ինչքան կարողացել ենք հավաքել ենք, ուղարկել ենք հիվանդանոցներ, բայց որպես այդպեսին ինձ չթողեցին,
որ ես գնամ, ասացին այնտեղ քո տեղը չէ, այս կարգավիճակում ցանկալի չի, բայց մարդիկ օգնության կարիք ունեին ամեն դեպքում։ Մենք Ստեփանագերտից դուրս ենք եկել սեպտեմբերի 27-ին, չէինք շտապում դուրս գալ։ Մանավանդ որ այնտեղ կային նաև Մարտակերտից տեղահանվածներ, Մարտակերտի տարբեր գյուղերից նաև տեղահանվածներ, ովքեր սպասում էին, որ քաղաքային տրանսպորտի ավտոբուսներով պիտի դուրս գային։ Մինչև պատերազմը կտրոնային համակարգ էր Արցախում, երևի տեղյակ եք, եւ վերջին կտրոնների մեջ մտնում էին նաև Մսի ու Հաճարի կտրոնները։ Մենք ամենավերջում կարողացանք ձեռք բերել ու պատերազմը որ սկսեց, բարեբախտաբար փաստորեն այդ մթերքները տանեկային ու կարողանում էինք նաև մեր հարևան շենքի մանկապարտեզում տեղակայված տեղահանվածներին, Մարտակերտից եկածներին որոշակիորեն սննդով օգնել։ Դուրս եկանք սեպտեմբերի 27-ին 36 ժամ ճանապարհ եկանք։ Հասանք անցակետ, մեքենան չեն ստուգել։ Մենակ վերջում մի զինվորական մոտեցավ, ասաց, որ վերջին մեքենայի վերջին ապակին իջացնենք, երեխան այնտեղ քնած էր ու բարձր խոսալով, դե իրենք բարձր են չխոսում, մարդավարի խոսալ ամենայն դեպս չգիտեն։ Ու վախեցա, որ երեխան այդ ձայնից կարող է վեր կենա, ռուսերենով սաստեցի։ Ճիշտ ադրբեջաներեն էլ գիտեմ, ամուսինս ասել էր, որ ադրբեջաներենով ամեն դեպքում չխոսեմ հանկարծ, ու առհասարակ չխոսեմ, ուղղակի խոսքը երեխային էր վերաբերում, ես մայրական զգացմունքներս չկարողացա զսպել ու սաստեցի, որ հանկարծ ձայնը չբարձրացնի ու բարձր չխոսա, որ երեխան քնից չզարնի, իր պատկերը չտեսնի։ Ու տենց անցանք, ուրիշ բան չկա, ուղղակի ուզում էր տեսնել վերջում ինչ կա։ Եկանք Գորիսում գիշերեցինք, անցակետ անցնելուց հետո ես մեր կամավորների մեծ աշխատանքը նկատեցի, ովքեր սնունդ ջուր էին մատակարարում տեղահանվածներից։ Գիտեք, կամուրջները միացնելու համար են, ոչ թե բաժանելու, բայց այդ կամուրջը մեզ դեռ պիտի միացնի մեր մայր հողին։ Չի կարող դարավոր մի ժողովուրդ կտրված լինի իր արմատներից, պարզապես չի կարող ու գլխում չի տեղավորվում։ Եկանք Հայաստան, մենք հանգրվանեցինք Երևանում ու այստեղ ծնվեց իմ Մենուան, Արցախից եկած իմ փոքրիկ բլոկադնիկը, այստեղ է ծնվել։ Տեղափոխվելուց հետո ամուսինս անմիջապես անցել է աշխատանքի, բարեբախտաբար պահանջված մասնագիտություն ունի, նախագծող է, իսկ ես բալիկիս եմ մեծացնում։ Մինչև 8 ամսական, որից հետո արդեն զուգահեռ աշխատեցի նաև դպրոցում, որտեղ երեխաների շատ եմ սիրում ու մանկավարժական գործունեությունս չէի ուզում թողնել կիսատ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերից ծնվեց իմ երրորդ բալիկը։ Իմ երրորդ բալիկի անունը Ուրտեխե է։ Ուրտեխեն Արցախի ուրարտական անվանումն է։ Կրթարանի հիմքում արժեք է ընկած սեպագիր արձանագրություններում Արցախը նաև Ուրտեխե անունով, բանի ուրարտական արձանագրություններում Արցախը նաև Ուրտեխե անունով է հիշատակված։ Ու որոշեցի չշանցել Արցախը։ Կրթարանը նաև ունի սոցիալական բաղադրիչ, այստեղ հիմնականում աշխատում են Արցախից տեղահանված մեր փորձառու մանկավարժները։ Կան նաև այդ ոլորտում նոր գործունեություն ծավալողներ, բայց շեշտը դրել ենք ամեն դեպքում այդ սոցիալական բաղադրիչի վրա, փորձելու ենք աշխատանքով ապահովել տեղահանված մեր հայրենակիցներին, որ եւ հեշտությամբ ադապտանան Երևանյանն ու կրթարանը Երևանում է գտնվում, դրա համար եմ ասում, այս իրականությանը եւ առերեսվելով եւ աշխատելով ամեն դեպքում իրար հետ շփվելով կարողանան նաև իրենց կարոտը առնեն միմյանցից, որովհետև բարբառի նշանակությունն էլ է շատ կարևոր։ Այստեղ փրկում ենք եւ Արցախի բարբառը, եւ կրթական գործունեություն ենք ծավալում, եւ մշակութային տարրեր են պարունակում, մեր գործունեության հիմքում ունենք նաեւ Մարաշիա սեղմագործության դասընթացների
կիրառում եւ նաև կրթական չափորոշիչների համաձայն իրականացնում ենք ուսումնական գործունեություն, դասապատրաստում ունենք, առարկայական խորացված պարապմունքներ ունենք, այս ամառվա ընթացքում գործարկվել է նաև Ուրտեխեի ամառային դպրոցը, որը բարեբախտաբար հաջողել է առաջին տարիներ մտավախություն կար, բայց հաջողել ենք եւ արդեն նախատեսում ենք TOEFL-ի, IELTS-ի միջազգային քննությունների ստանդարտներին համապատասխան պարապմունքների անցկացում եւ նախագծային ընկերությունների ու ճարտարապետական կողմնորոշում ունեցող ուսանողների համար ունենք նորություն, կրթարանում ուսուցանվելու են նաեւ AutoCAD, Archicad, CAD ծրագրեր ու նախագծային ոլորտում շատ պահանջված Revit ծրագիրը։ Տարիքային սահմանափակում չունենք, բայց այդ ծրագրերը կարող են յուրացնել այդ ոլորտների հետ առնչվող ուսանողներ եւ նախագծային ընկերություններում աշխատողներ TOEFL-ի ու IELTS-ի հետ կապված կարող են դիմել բոլորը։ Ունենք նաև օտարլեզուների ուսուցում անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Школе пишут и растут, но я наоборот. Прочитай снова. Я малютка карандаш, исписал я 100 бумаг, а когда я... Մոտ ժամանակներս նախատեսում ենք նաև թուրքերենի։ Ամեն դեպքում թշնամու լեզուն պետք է իմանալ։ Մենք պարտվեցինք այն օրը, երբ թշնամին սկսեց մեր լեզվով խոսել, իսկ մենք չտարբերեցինք մեր դիմաց խոսողը թուրք է թե հայ։ Առհասարակ պետության բնակարանային ծրագրի շուրջ ասելիք շատ կա, մանավանդ շատ բաց թողումներ ու խնդիրներ կան, ոլորտում բազմիցս անդրադարձ է կատարվել, ես չէի ցանկանա նորից կրկնվել, բայց կուզեի այստեղ շեշտը դնել հատկապես փոքր կազմ ունեցող ընտանիքների խնդիրների վրա, որովհետև փոքր ընտանիքները խոսքս 2, 3, 1 հոգանոց ընտանիքների մասին է խոսքը, ովքեր այդ սերտիֆիկատների շրջանակներում չեն կարողանում տուն գնել, անգամ մարզերում։ Ճիշտ է, ոչ բոլորի մասին է խոսքը, բայց փոքր կազմ ունեցող ընտանիքները ունեն այդ խնդիրը։ Ճիշտ կլինի, որ պետությունը նման կազմ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շուրջ այլ ծրագիր կամ այլ մոտեցում նույնպես ցուցաբերի։ Ինչ վերաբերում է քաղաքացիությանը, ես անկեղծ կլինեմ ու կասեմ, որ երբևէ չեմ հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքից, ծնված օրից ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, այս պահի դրությամբ դեռ թղթաբանության փուլերով չեմ անցել, բայց եթե դրանով է պայմանավորված քաղաքացի ու ոչ քաղաքացի լինելու հանգամանքը, պետք է եղած ժամանակ բնականաբար նաև թղթաբանությունը կկազմակերպենք, խնդիր չեմ տեսնում։ Ամեն դեպքում, եթե պայմաններից մեկը այդ թղթաբանության միջով անցնելն է, առանց թղթաբանության անցնելու էլ ես ինձ համարում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ նաև կարևոր հանգամանք, որ ես կուզեի շեշտը դնել ու չեմ խուսափում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իմ ունեցած պարտավորություններից, այսօրվա դրությամբ ես ունեմ 2 տղա եւ անկախ նրանից թղթաբանության առումով ինչ ստատուս է կամ ինչ փուլ է, իմ տղաները պարտավոր են նաեւ ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում։ Հուսանք այդ տարիքին իրոք մենք բոլորս բարեհաջող կհասնենք։ Շատերը նաև փորձում են այսպես ասած թիրախավորել, որ խուսափում են քաղաքացիություն ստանալուց, որովհետև պիտի պարտավորվածություն ունենան կամ պարտականություն ունենան կամ բանակում ծառայելուց են խուսափում։ Ես կարող եմ խոսել իմ ընտանիքի անունից, իմ հարազատ որդին է, որ բանակի տարիքի է, առայժմ չէ, բայց շուտով կլինի ու իրենք վերցրել են այդ քաղաքացիությունը ու այնպես չի, որ վերցնողները քիչ են կամ ինչու չեն վերցնում, ինչու են վերցնում, այդտեղ ես իրավունք չունեմ ոչ մեկին ոչ փառաբանելու, ոչ էլ թիրախավորելու կամ ասելու ապրեք, բայց կարող եմ ասել, որ ես կոնկրետ իմ անունից կարող եմ ասել, ես երբեք էլ չեմ դադարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց ու իմ անձնագրի վրա հենց գրած է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Զինա Գասյան։
Այստեղ ունենք արցախցի աշակերտներ, հայոց պետում էլ կան, բայց այս պահի ես դեռ իրենց չեմ դասավանդում, դեռ տարիքային այդ հասշեմին չեն հասել, չնայած չէ մի հոգի ունեն։ Սոցիալական ադապտացիան իրոք կարևոր է, որ նոր իրականության մեջ երեխաները կարողանան ճիշտ նաև ինքնադրսևորվեն եւ կրթարանը երբ որ բացել է մեր առաջնահերթ նպատակներից մեկը եղել է հենց արցախցի տեղահանված երեխաների սոցիալական ադապտացիայի հեշտ կազմակերպումը, այն որ երեխաները այդ ոլորտում ունեն խնդիրներ, այսօրվա դրությամբ որոշակիորեն լուծվել է, խոսքը մենակ որտեղի երեխաների մասին չի, այլ առհասարակ եմ ասում, բայց խնդիր ի սկզբանե շատ կար, դե բնականաբար համապատասխան խմբեր են նաև աշխատել այդ երեխաների հետ, ծնողներն են որոշակի ծրագրերի շրջանակում կարողացել այդ խնդիրը լուծեն ու արցախցի երեխաների փրկությունը նաև իրենց լավ սովորելու հանգամանքի մեջ է։ Ես չէի տարանջատի, բայց իրոք սովորող երեխաներ շատ ունենք, կրթական մակարդակը որոշակիորեն տարբերվում է ու միգուցե եւ այդ սովորելու ընթացքը հնարավորություն տվեց, որպեսզի ավելի շուտ ինտեգրվեն հասարակության մեջ։ Ի սկզբանե կրթարանը, որ բացել եմ, նպատակներից մեկը հենց այդ սոցիալական ադապտացիայի հեշտ կազմակերպումն էր նաև։ Առաջին տարում մեր հաճախորդները ավելի շատ եղել են իմ հյուրերը ավելի շուտ, ես այսպես ասեմ, որտեղ նրան իմ ընտանիքի անդամներն էի համարում, հիմա էլ եմ համարում ընտանիքի մեր որտեղի ընտանիքի փոքր անդամները մեծամասամբ արցախցիներ են եղել։ Ժամանակ է պահանջվել, մինչև որ տեղական միջավայրում մեզ ճանաչեն եւ իրենց երեխաների կրթությունը նույնպես մեզ վստահեն։ Այ երբ որ արդեն սկսեցին կրթարան հաճախել նաեւ Երևան տեղացիներ, երևանցիներ, այդ ժամանակ արդեն ադապտացիան ավելի իմ աչքի առաջ տեսածն եմ ես ասում, հավանաբար նաեւ դրսում այդպես եղել, երեխաների սոցիալական շփումները ավելի ինտենսիվ, ես խաղեր էի այստեղ նաև կազմակերպում, խաղերի միջոցով էի փորձում այդ համախմբվածությունը կազմակերպել ու իրենք իրար հետ ընկերական միջավայրում էին զգում, իրար հետ հեշտ էին հաղորդակցվում, հիմնականում գրական են խոսում, բայց երբ որ արդեն երեխաները արցախցիները մենակ են մնում, հիմնականում բարբառով են նաև իրար հետ հաղորդակցվում, դե բնականաբար դա նաև շատ դրական է, որովհետև բարբառը պետք է փրկել։ Այսօր մենք չունենք առանձնացված համայնքներ, որ այնտեղ մենակ արցախցիներ լինեն ու բարբառի փրկության խնդիրը չլինի, ցավոք սրտի։ Եվ գոնե նման փոքր կենտրոնները հնարավորություն են ընձեռնում, որպեսզի մշակութային այդ տարը փրկենք։ Բնակարանային հարցը կարծում եմ առաջի հերթին միայն սոցիալական այդ խնդրի լուծում չի, այն իր հիմքում պիտի ունենա նաև մշակութային տար։ Տեսեք, ունենք Արցախի բարբառ, բայց ունենք նաև Արցախի ենթաբարբառներ։ Այսինքն մենք ամեն դեպքում հաղորդակցվում ենք իրար հետ մեր բարբառներով, բայց յուրաքանչյուր շրջան ունի իր բարբառը։ Անկեղծ ասեմ, ես այնքան եմ կողմ համայնքային բնակեցմանը, որ իրոք դա դրական տեղաշարժ կհամարեի, եթե այդ մարդկանց համար առանձին բնակավայր կառուցվի։ Կարծում եմ, որ համայնքները փրկելը կարևոր նախապայմաններից մեկը պիտի լինի առաջի հերթին այդ մարդկանց ավանդույթները, կենցաղը, արժեքները բարբառը փրկելու համար արժի։ Մշակութային տարը կարևոր է, յուրաքանչյուր ազգ իր մշակույթով է հարատևում եւ հայ ժողովուրդն էլ տարիների ընթացքում, որ հարատևել հասել է մինչեւ 3-րդ հազարամյակ ու հաստատ հարատևելու է հետագայում եւս, որովհետեւ չի հրաժարվելու իր մշակութային ժառանգությունից, հենց այդ մշակույթն է, դրա համար անհրաժեշտ է փրկել։ Մենք առանձին մշակույթ չունենք, բայց ունենք ավանդույթներ, ունենք սովորույթներ, ունենք բարբառ, որոնք որ փրկվելու կարիք ունեն։ Իսկ այսպես առանձին մարդիկ ոնց որ տեղում կանգնած հալում են։ Ու մահը արցախցիների շրջանում այնքան է երիտասարդացել, որ դեռ չես հասցնում ցավը ապրել, մի այլ ցավ է հասնում։ Գոնե իրարով մխիթարվեն մարդիկ, կորցրել են իրենց տարիների ստեղծածը,
իրարով գոնե ապրեն։